Վերջին զանգ հեռուստասերիալում Սոսը իմանալով, որ Բագրատը կրկին փորձել է գործարքի մեջ մտնել շախունցների հետ, այլևս չի համբերում։ Նա միանգամից գնում է Հենդոյի աշխատասենյակ, սառնասիրտ, բայց պայթյունի եզրին։ Նրա ձայնը չի բարձրանում, բայց բառերը սուր են, սպառնալիք, ամփոփ մեկ նախադասությամբ։ Հեռու մնա իմ բաժնետոմսերից ու հանկարծ մեջքիս հետևում Բագրատի հետ խաղեր չտաս։ Հենց այստեղ Հենդոն վերջապես հասկանում է, Բագրատը նախորդ օրը լիովին անկեղծ էր։ Սոսի ու նրա հարաբերությունները շատ վատ վիճակում են, որոնք ենթակա չեն վերականգնման։ Սոսի հեռանալուց հետո Հենդոն որոշում է գործի անցնել։ Գնում է Բագրատի տուն ու բաց տեքստով հարցնում, թե ինչ գումար է ցանկանում, որպեսզի ինքը գնի նրա բաժնեմասը։ Բայց այս խոսակցությունը լուռ ու գաղտնի չի անցնում։ Անետը լսում է ամեն ինչ։ Նա միջամտում է։ Փորձում է կանգնեցնել եղբորը, հասկացնելով, որ այս քայլը ոչ միայն սառը հաշվարկ է, այլ դավաճանություն։ Բայց Բագրատը իր պլանները ունի, եւ հաջորդ առավոտյան արևը դեռ նոր ծագած, Բագրատը դուրս է գալիս տանից, ցանկանալով գնալ ուղիղ Հենդոյի մոտ գործարքը կնքելու ու ավարտին հասցնելու։ Անետը փորձում է վերջին անգամ կանգնեցնել նրան, ասում է, որ մեջքից չհարված է Լիլիթին ու չդավաճանի Սոսին, բայց Բագրատը ոչ ոքի չի լսում։ Անետը նույնիսկ ապտակում է նրան, բայց Բագրատը այնուամենայնիվ հեռանում է։ Ինչպես գնացել էր Սոսի մոտ դառնալու նրա դաշնակիցը, նույնպես էլ հիմա գնում է Սոսի թշնամիների գիրկը։ Եվ դժվար է ասել, թե որն է Բագրատի նման մարդու վերջը։ Մինչ այս ամենը Սոսն ու Աննան նորից հանդիպում են ու այս անգամ մատուռում։ Նրանց միջև կրկին մեղադրանքներ են պտտվում, բայց այս անգամ մեղադրանքների խորքում ցավից բացի կա նաև անբացատրելի ջերմություն, կա սեր, կա կարոտ։ Երկուսն էլ հոգնել են, բայց ոչ թե միմյանցից, այլ իրենց չապրած տարիներից։ Խոսակցության պահին Աննայի հեռախոսը զանգում է։ Միքոն է։ Նրա ձայնում անհավատալի ուրախություն կա։ Միքոն ասում է, որ իրենց բալիկի վիճակը կտրուկ բարելավվել է։ Նրան արդեն տեղափոխել են պալատ։ Աննան շոկի է ենթարկվում։ Ուրախությունից բառացիորեն լալիս է։ Նրա մարմինն ազատվում է խորը լարվածությունից։ Բայց ամենահուզիչը Սոսի արձագանքն է։ Նա, ով այդ երեխայի հայրը չէ, ով Միքոյի թշնամին է, ով այդքան ցավ ու տառապանք է տեսել Միքոյի պատճառով, անկեղծորեն ուրախանում է, բայց ոչ թե Միքոյի համար, այլ այն պատճառով, որ այդ երեխան Աննայինն է։ Իսկ Սոսը որքան էլ չընդունի, բայց դեռ սիրում է Աննային։ Մյուս կողմում էլ Անգելինան ընկղմվում է իր ամենադժվար ներաշխարի մեջ։ Նա հասկանում է, որ այն գաղտնիքը, որը բաժանեց իրեն Հենրիից, այն չէ, ինչ թվում էր սկզբում։ Դա ոչ թե ինչ-որ արտաքին մանրուք է, այլ մի ճակատագրական հանգույց, որի շուրջ բոլորը գիտեն ճշմարտությունը բացի իրենից, եւ հենց դա էլ ամենացավալին է։ Նա գիտակցում է, որ այդ գաղտնիքը սերտորեն կապված է անձամբ հենց իր հետ։ Ու ամեն անգամ, երբ Անգելինան փորձում է մոտենալ այդ գաղտնիքին ու պարզել ինչ է այն, ճակատագիրը անսպասելի խանգարում է։ Կարծես մի ձեռքով հետ է պահում նրան դառը ճշմարտությունից։ Անգելինան մնում է մենակ իր մտքերի հետ, իսկ դա նշանակում է, որ նա չի հանձնվելու ու կրկին ճանապարհներ է փնտրելու ճշմարտությունը բացահայտելու համար։ Հարգելի հետևորդներ, ձեր կարծիքով ով է Անգելինային ասելու ճշմարտությունը։ Գրեք մեկնաբանություն։